Իմ իսկական անունը Մովսո չի, Մովսես էլ չի, ուրիշ է, Աղբան է իմ անունը։ Full House-ից հետո ոչ մի sitcom ստացված չի համարվելու։ Ինքը ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ casting-ով բում արեց։ Մտածում եմ, եթե դու Ամերիկա ես մեկնել, ուրեմն վատ գործով ես զբաղված, օրինակ մարիխուանայի։ Փողոցներում բան եմ ծախել մարիխուանա մեջ, հանկարծ էսի լուրջ են տունեն մարդիկ, չեմ քննադատում ոչ մեկին, որ այդ գործով է զբաղվում, թեկուզ հենց իմը։ Իսկ դու կոմենտ գրելուց առաջ մտածել ես, որ հենց տվյալ հայտին քո կոմենտին անձամբ կպատասխանի եթերում։ Դե ինչ, ուշադիր հետևիր հաղորդմանը։ Comment Story։ Ողջույն սիրելի հետևորդներ, Ելակետի Comment Story հաղորդման շրջանակներում այսօր մեր տաղավարում է դերասան Մովսես Կարապետյանը։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ, բայց մենք պայմանավորվել էինք դու ով խոսել։ Դե հա, փոխվում է սա կամաց։ Դուք օպերատորին էլ եմ հարցնում, ընկերոջս էլ, հա, բոլորը։ Այո։ Իդեպ այստեղ է Լև Դավթյանը, բայց չի ցանկանում նկարահանվել, բայց մի օր դուք էլ կգաք, ոչինչ։ Շատ հաճ։ Մովսես ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ, բայց Մովսես չէ, Մոսո։ Մոսո։ Ահա, որովհետև իմ իսկական անունը Մոսո չի, Մովսես էլ չի, ուրիշ է, Աղբան է իմ անունը, դրա համար ինձ Մոսո, Մոս տենց։ Բայց ինչի Աղբանից Ոչ թե Մովսես, Մոսո էլ կլինի, բայց Մովսես չէ, Աղբանից Մոսո է, երևի մամային պիտի հարցնենք, իր բառ երևակայության արդյունքում ես փոքր ժամանակ մույս էի, մոս, տենց Մոսը դառավ Մոսո։ Ու մնաց իմ հետ իմ ամբողջ կյանքում։ Ես Աղբանն եմ Կարապետյան։ Հիմա ներկայացնենք նորից հիմա Աղբան Կարապետյան, ոչ մեկ Մոսո Կարապետյան։ Գնի։ Մոսո շատ հաճելի է, որ քեզ տեսնում եմ մեր տաղարում, ես քեզ շատ վաղուց գրել էի, որ դու գայիր, բայց դու չէիր պատասխանում ինձ։ Որտեղ էիր գրել։ Facebook-ով էլ, Instagram-ով էլ։ Երևի չեմ նայում, որովհետև իմ մոտ փագած է այդ որ կար, չեսի բաբայալը լուրջ եմ ասում։ Ու առհասարակ ես այդքան շատ գլուխ չեմ հանում այդ Instagram բան։ Ոչ թե գլուխ չեմ հանում, գլուխ չեմ դնում, որովհետև չեմ ուզում շատ օգտվեմ այդ ամեն ինչից։ Դու վիրտուալ կյանքի մարդ չես։ Չէ։ Եթե կա ինչ-որ մեկին գրելու, շնորհավորելու կամ իմանաս, ավելի լավ բան է ինքը, որ չգիտեմ, մտնում տերում ես ինչ-որ ընկերներից այդ մեկի ծնունդն է, հա, գրանցվել է ինքը, շնորհավորեցիր կամ ինչ-որ տենց հրատապլուր կա, որ պիտի իմանաս, այնտեղ կա, մտար նայեցիր։ Բայց որ նստես ժամերով այդ ստրեսը ապրես, մի քիչ տենց կողմ չեմ այդ դրան, որովհետև շատ ինչ-որ կներես արտահայտության ես համար հիմար վիդեոներ կան, որ անընդհատ թերթելով ես միշտ ասում եմ ընկերներիս էլ եմ ասում, դու անկախ քեզնից քո ներաշխարհը ներսինդ խառնվում է իրար, դու որտեղ կարաս մի պահ տենաս երեխա ծնվեց, հետո ես թերթես տենաս, ես ին որտեղ շենքը շուռը կա մեկի մեջքին, հետո բարձրացնես տենաս անակոնդան ուտում է առյուծին կամ առյուծը անակոնդայի ձուն, ինչքան էլ լավ չի հնչում։ Առանց հեռախոսի կարող ես ապրել մի խոսքով։ Հիմա չէ, հնարավոր չի։ Չէ, շում ասում առանց հեռախոսի։ Առանց այդ մնացածի էլ։ Հա, լուրերը կարող ես փակել։ Ես TikTok չունեմ, օրինակ։ Ես նկատել եմ։ Որտեղ այնտեղ ավելի շատ հիմար բաներ է կատարվում, քան մնացած տեղերը։ Բայց ինտերնետը լուրջ լուր, ինչ-որ ինֆորմացիա, ինչ-որ կարևոր բան, ինչ-որ սովորելու ինչ-որ բանի մտնում ես վիդեո կա, որ քեզ ասում է, թե չգիտեմ, որտեղից է սկիզբ առել, ինչ-որ տեղեկատվական, կրթական, կարելի է այդպես բաները կողմ են։ Իսկ օրինակ տղատ վստահ եմ օգտվում է համացանցից, ինչ-որ բաներ։ Համացանցից չէ, խաղեր է խաղում տղաս ու մի հատ խաղ կա շատ հայտնի, որ բոլոր երեխաները համերախաղում են աշխարհում, հիմա չգիտեմ, Roblox խաղը։ Այդ խաղը բոլորն են խաղում, այս վերջում էլ ինչ-որ այդ Roblox-ի հետ կապված վատ տեսանյութ դրեցին, որ ինչ-որ վատ բաներ է կատարվում, բայց երեխուն չես կարող զրկես դրանից, որովհետև սկի քեզ չես կարող զրկես, երեխուն ոնց զրկես։ Մասը արի հիմիկվա քո այժմյան նախագծերից խոսենք։ Ինչ զբաղվածություն ունես, որտեղ ես նկարահանվում, թատրոնում գործունեություն ծավալում ես թե ոչ, եւ այդպես շարունակ։ Մի ամիս արդեն ընդունվել եմ Կապանի Ալեքսանդր Շիրվազանդեի անվան դրամատիկական թատրոն։ Մի հատ գործ կա, ինքը կոմեդիա, դրա վրա ենք աշխատում, շուտով կլինի, երևի մի ամսից 2 ամիս այդ գործը կհանձնենք բոլորի դատին, միաժամանակ Armenia TV-ով արդեն գնում է
Մարթա մեկը սիթքոմը, որտեղ ես համ սցենարիստ եմ, համ դերասան, սցենարիստներից մեկն է նաև Հայկ Ալեքյանը, մեր ընկերը 1000 տարվա այսպես ասած, առաջարկում են ֆիլմից, դրա վրա ենք աշխատում, մի ամսից դա էլ կնկարենք։ Ես կուզեմ նշել մեր հետևորդների համար, ինձ թվում է ինպես շատերը մտածում են, որ Հայկ Ալեքյանը գոյություն չունի, իրական կերպար չի, բայց այսօր ինձ համար բացահայտում էր Հայկը գոյություն ունի։ Հայկը գոյություն չունի։ Չունի։ Ունի։ Դու մատերի վրա ինձ ֆռացնում ես։ Հայկը գոյություն ունի։ Ահա։ Օրինակ իմ պատկերացումներում Հայկը 25 տարեկան երիտասարդ է։ Բայց եթե ասես մանկության ընկեր, եկեք Այդպես փաստենք, որ մարդու մեծ է։ կյանքում միֆեր կան, որ չպիտի կոտրես, որովհետև իր մեջ էլ ինչ-որ բան կկոտրվի, հասկանում եք։ Ահա շատ կեյդ Դա դու լա, այդեն բան հասկանում եք ժողովուրդ մարդը։ ուզում ենք։ Չէ, դրա համար եմ ասում, լավ է, էլի քո համար ինքը 25 տարեկան տղա է, շատ լավ է, նայում ես իրան, ուրախ ես, դիլա գրածները քեզ հետաքրքիր են։ Всё։ Մասա իմը տպավորություն է, որ Full House-ից հետո անկեղծ ոչ մի sitcom այդ ռեյտինգը չի ունենալու, ստացված չի համարվելու։ Դու ինչ կասես։ Full House-ը ինքը նենց մտավ Դաշտ ասպարեզ, որ ասպարեզի բառով ասած բում արեց, ինքը ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ կաստինգով մարդկանց ուզածը ցույց տվեցին, դրանից առաջ մի քանի պրոյեկտում եղել էր այդ սիթքոմային հասկացողությունը, նույն Կարքին սերիալի մեջ Երևան, այդտենց ինչ-որ այդ sense կիսա սիթքոմային բան եղել էր, Երևանը ցույց էր տվել ու դրա հիման վրա ինքը ստեղծվեց ու ճիշտ ժամանակին ստեղծվեց ու շատ լավ արձագանք ստացավ։ Իսկ թե ինչի միջև հիմա չկա դրա նման ինչ-որ մի բան, դա արդեն չեմ կարող պատասխանեմ։ Երևի Full House-ը կոպիտ ասած քամել է ամեն ինչ, բայց փորձում ենք։ Դիտեք մեր Մարթա մեկը սիթքոմ Արմենիայի եթերում եւ կհասկանաք, որ փորձել ենք ինչ-որ մի բան փոխել, մի բան անել, որպեսզի ավելի առաջ փորձում ենք գոնե հասնենք Full House-ի մակարդակին, որովհետեւ իրոք իմ համար որպես թե սցենարիստ է դերասան, որտեղ ես այսպես ասած կայացել եմ այդ պրոյեկտի այդ կերպարով ու հիմա էլ փորձում եմ գրեմ իմ համար, ասենց մի հատ ինչ-որ տեղ է հայկական հասկացողության մեջ, հայկական սիթքոմային բանի մեջ, որ գոնե հասնենք Full House-ին, ասենց ասեմ։ Դու քո խոսքում նշեցիր ճիշտ ժամանակին ինքը հայտնվեց դաշտում։ Այո։ Ըստ քեզ, եթե հիմա նույն քաստինգը քաստինգը էլի ոնց որ վերջում մցրեց բանին, գլխով գոլ արեց։ Հա։ Հիմա ըստ քեզ, եթե 1 ամիս առաջ այդ քաստինգը հայտարարվածներ ու Full House-ը նոր գնար եթեր։ Հա։ Էլի հիմա սխալ ժամանակ կլիներ Full House-ի կայացման համար։ Դե ինչ եմ ասում, ինքը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էր, որտեվ դրանից առաջ չկար, իսկ հիմա սիթքոմ անընդհատ կա։ Սիթքոմ կա, բայց ինձ թվում է միևնույնն է։ Սիթքոմա սերիալ, էլի տենց ինչ-որ 16 սերիանոց ինչ-որ բաներ անընդհատ բոլոր TV-ների եթերներում, YouTube-ում, բանում կա, ամեն մեկը անում է։ Հիմա շատ է սիթքոմը։ Իսկ այն ժամանակ ինքը որպես այդտենց երիտասարդական սիթքոմ նոր արարություն էր։ Իսկ սիթքոմ, հա, այսինքն որ նույն տեղում է գործողությունները տեղի ունենում։ Դրանից առաջ կար երիտասարդական, չգիտեմ, Եռաչափսեր, էլ դրա մեջ էլ ենք նկարվել ես ու Լևսիդը։ Այդ էլի այդ երիտասարդությունն էր, բայց ինքը արդեն տաղավարից դուրս էր ցույց տված ամեն ինչ։ Իսկ հիմա ներսն է, սիթքոմային է, տեսարաններն ու կատարվելիքը, դրա համար էլ ինքը կրեց այդ բանին։ Մինչև հիմա ես նայում եմ, խնդում եմ, չգիտեմ։ 3 անգամ նայել եմ սկզբից մինչև վերջ, դե ընթացքում էլի նենց։ Իսկ սկզբանը քո կերպարը ինչպես էր գրված։ Հենց այդպես։ Թե ընթացքում իմպրովիզացիաներ։ Չէ, գրած չէր, թե ես ինչ ձենով պիտի խոսամ կամ ոնց պիտի քայլեմ, շարժվեմ, մյուսը, բայց բառերը, խոսքերը, օրինակ բարևքուրս ոնց է լավ, դու ոնց ես, այդ գրած է եղել։ Հա։ Բաներ կա շատ, որ ես եմ իմպրովիզ արել, բայց որ մնացել է, այդ դրանցից մեկը, դե հիմա բոլորը դա են հիշում։ Դու քեզ ավելի շատ թատրոնում ես սիրում, թե սիթքոմներում, ֆիլմերում։ Բոլորն էլ սիրում եմ։ Բայց էներգիան։ Հետաքրքիր գործն է։ Լավ գործ լինի, լավ բան լինի, թե ամեն դեպքում, որ չեմ ասում լավ բան պիտի լինի, որ լավ բան լինի։ Բայց օրինակ կարի առանձնացնենք թատրոնը, հա, այնտեղ կենթանի է ամեն ինչ։ Հանդիսատեսից եկող այդ էներգիան չկա ֆիլմում։
Դու այդ էներգիայի օրինակ պակասը զգացել ես թատրոնում, գիտես ինչն եմ սիրում, թատրոնում вообще ներկայացումը ինչի համար եմ սիրում, որովհետև դու սենց մի զգացողությամբ սկսում ես ներկայացումը ու սենց գալիս ասում եմ այդտեղ բրցնում ես, ասենք 2 ժամ է տևում կամ ժամ 20 րոպե է տևում, դու всё, վերջացրեցիր, դուրս եկա այդ կերպարից, իսկ կինոյում կամ սիթքոմի ժամանակ դու կարող է մի հատ սենց 3 րոպեանոց տեսարան խաղաս, հետո գնաս մի 2-3 ժամ նստես, գաս մի հատ 15 րոպեանոց տեսարան խաղաս, հետո գնաս 20 րոպե նստես, գաս կամ ինքը ինձ դուր է գալի թատրոնը այնքան որ սկսվում է ու վերջանում։ Ֆիլմը դժվար է, էլի, որ չգիտեմ, ժամը 4-ին պիտի գնաս ու պիտի այդ պահին դու խաղաս, որ հետդ ինչ-որ մի հատ դեպք է տեղի ունեցել։ Իսկ 9 տարի դադար դու տվեցիր։ Թատրոնում ամեն դեպքում 9 տարի չես եղել, որտեվ Հայաստանից դուրս էիր։ Այնտեղ ներկայացումներ։ Ներկայացում խաղացել մի քանի անգամ Full House, այո, դա Full House-ի ներկայացում առանձին ես ու մենչը ու Լիլուն ներկայացում ունենք, այդ ենք խաղացել։ Վահագներ բեմադրել չեն դել ենք խաղացել։ Հետո ես գնում գալիս է, ես չեմ գնացել մնացել։ Գնալ գալս եղել է, բայց հիմնականում պիտի ստեղ լինես, որ մարդիկ հիշեն, որ դու ստեղ ես, դու կաս։ Ես երեք կոմենտների բաժինն էի ուսումնասիրում քո, ինչի ասեցի հասկացա, որ TikTok-ում չկաս, որովհետև քո մասնակցությամբ edge չկար այնտեղ եւ կոմենտներ էլ չկար, ինչի, որովհետև ճիշտ է քո մասնակցությամբ տեսանյութեր կար, բայց մեկնաբանությունները ի զարմանալիս TikTok-ում միշտ շատ վատ է լինում, բայց վատ կոմենտ չկար քո հասցեին։ Այ մերսի շատ, Ռաուլ ջան։ Իդեպ, հավատամ։ այսօր հաղորդման պատմության մեջ առաջին անգամ մենք կոմենտներ չենք առանձնացրել։ Այդպես տղա եմ ես։ Դա ինչի հետ է կապված, որովհետև հիմնական կոմենտները նույնն էր։ Այսինքն կամ քո արտահայտություններն էին առանձնացված, գրված եւ ասում էին վերջնա հրաչը, քեզ միշտ հրաչ են անվանում, կամ էլ ինչ որ թեմաներ էին շոշափում, որը պետք չի բարձրաձայնել։ Հիմա, որպեսզի մենք զերծ մնանք այդ ամենից, մենք որոշեցինք չառանձնացնել կոմենտներ, բայց այսօր մենք հետաքրքիր բլից հարցեր ենք պատրաստել քեզ համար։ Всё, շատ լավ։ Բայց մի կոմենտ կա, որ շատ լավն է, կուզեի մի հատ առանձնացնենք, առհասարակ մեր հաղորդման կոմենտների մասին է, եթե հիշում ես։ Հա, իհարկե։ Եվ միշտ կոմենտները առանձնացված լինում, մարդիկ գալիս են իրենց կոմենտներին են պատասխանում, մենք կարդում ենք, իրենք պատասխանում են։ Հիմա ֆորմատ ենք փոխում։ Սա շատ լավ կոմենտ էր, ասում են, այս ռուս բաստա երգիչը ոնց է սկսել հայերեն խոսալ, սա շատ լավն է, որտեղ քեզ բաստայի հետ են ասոցացնում։ Երես անվանացնում ամենաշատը Հովոն Աբրահամյան։ Ահա։ Ամենահետաքրքիրը դա էր, որ առանձնացվել էր, դրա համար այս մեկի համար ասեցինք ոնց որ ուրիշ բան չանել։ Բաստային ես շատ եմ սիրում, իր երգերն եմ շատ սիրում, փոքրուց եմ լսել, այսինքն սրանից 20 տարի առաջ ես Բաստա լսել եմ, այդ իր գուֆի այդ ալբոմով մնացած շատ լավն է իր միտքը, խոսքը, հիմա էլ հաղորդումը վարում, արդեն ավելի լուրջ ինչ-որ հաղորդումները վարում, շատ եմ սիրում Բաստային ու լավ է, որ ինձ նմանացնում են, բայց ես Բաստայի հետ իրականում հանդիպել եմ, տեսել եմ իրան, իր հետ նկար ունեմ, պետք է ցույց կտամ։ Ինձնից մի այսքան բոյով է։ Ես մտածել էի ցածրահասակ է Բաստա։ Մի այսքան բոյով է ինձնից։ Սենց։ Նկարը կարող ես տրամադրել։ Գտնեմ, կուղարկեմ WhatsApp-ին։ Շատ լավ, կսպասեմ։ Կոմենտների գերակշռող մասը քո Ամերիկա մեկնելն է, որ մտածում են, եթե դու Ամերիկա ես մեկնել, ուրեմն վատ գործով ես զբաղված, օրինակ մարիխուանայի։ Մարիխուանայի գործով զբաղվելը ո՞րն է։ Դա ես չգիտեմ, դա իսկ Ամերիկայում բնակողները կասեն։ Փողոցներում բան եմ ծախել մարիխուանա։ Չէ, հանկարծեցի լուրջ են տուն են մարդիկ։ Չէ, մարիխուանայի գործով չեմ զբաղվել։ Պիցցայանոց, ռեստորան, այնց ինչ-որ գործեր։ Չգիտեմ ինչի միշտ տպավորությունն է, որ հենց Ամերիկա են գնում, ուրեմն հենց այդ գործն են անում։ Վերջերս շատ եմ հանդիպել։ Դե վերջերս չէ, ինքը իրականում շատ շուտ է գործը, նորմալ գործ է բոլորն էլ անում։ Աշխատող գործ է մի խոսքով։ Հա։ Ամերիկան քառակուսի բաներ չունի։ Մարդիկ ազատ մտածում են, ինչ ուզում են անում են, ապրում են, իրենց կյանքն են ապրում։ Ես հիմա չեմ ասում դա լավ է, վատ է, ինձ հետաքրքիր չի, իմ համար ես գիտեմ այդ ինչը։ Չեմ քննադատում ոչ մեկի, որ այդ գործով է զբաղվում, թեկուզ հենց հիմա։ Դե հա իհարկե։ Մոսը ուտելու հետ չգիտեմ ինչպես ես, բայց շատերը, ովքեր ֆաստ ֆուդ են սիրում, այնտեղի ուտելիքները չեն համեմատում այստեղի ուտելիքների հետ, դու որ դասին ես պատկանում։ Ես Ամերիկայում շատ ուտելիքներ կա, որ ավելի համով է, քան այստեղ, ծովամթերքից սկսած,
հատուկ ինչ-որ տավարի մսեր, բաներ, բայց մեր հայկական ուտելիքը դե վերջն է, մեր ուտեստները ես հայ ուտող խմող տղա եմ։ Չեմ կարող ասեմ Ամերիկայում։ Մենք Ամերիկայում էլ ենք հայավարի նստում, էլի, այսպես ասած։ Իսկ գարեջրի սիրահար ես։ Չէ, չեմ սիրում։ Գարեջուր չես Ես խմիչքներից նախընտրում եմ միայն օղի։ Ահա։ Հետաքրքիր է։ Միայն օղի ու լավ քաշածողի։ Կամ օղի լավ, կամ լավ քաշածողի։ Դու ասացիր, որ ծովամթերքի սիրահար ես։ Ես առաջարկում եմ մի օր, եթե երեկոյան ինչ-որ ժամանցային տեղ կցանկանա գնալ, այցելել մեր գործընկերոջ մոտ, Մաշտոցի պողոտայում գտնվող The Garden ռեստորան, այնտեղ շատ համեղ ծովամթերքներ կան։ Դες չպայմանավորված ինչ լավ գովազդ է։ Այո, իհարկե։ Մի խոսքով այնտեղ ֆանտաստիկ ծովամթերքներ կան, սթեյքերի լայն տեսականի կա։ Որտեղ? The Garden ռեստորան, Մաշտոցի պողոտայում է գտնվում։ Սա երկու անգամ ասեցինք։ Ինչ կար, չէ, յատե նորից։ Այդ ինչն էր ավելի լավ այնտեղ։ Ամեն ինչ, այ որ գնաք, ինքներդ կհամոզվեք։ Շատ լավ, շնորհակալություն։ I'm a selfish kind of person. Help me see beyond the line. Իդեպ ուտելիքների առումով ես բլից հարցեր եմ պատրաստել Ջան, եւ պետք է զուգահեռ տանենք այստեղի ուտելիքները թե Միացյալ Նահանգների։ գնացք։ Սկսենք։ Ուրեմն հայկական խաշ թե ամերիկյան բուրգեր։ Խոշ, Ու տոլմա թե հոտ-դոգ։ տոլմա, Շաուրմա թե տակո։ տակո։ Խորոված թե սթեյք։ Երկուսն է շատ եմ, բայց ինչի խորոված։ Ո՞րն է սիրում։ Ստեյքը տավարի է լինում, խորովածն էլ է տա, երկուսն է սիրում եմ, չեմ կարող ասեմ։ Լավ։ Բաստուրմա թե բեկոն։ Պաստուրմա, Ահա, հայկականը հաղթում է ոնց որ թե։ հաբա, Սուջուղ թե սալամի։ սուժող, Ահա, խաշլամա թե ծովամթերք։ ծովամթերք, Լամաջո թե պեպերոնի պիցա։ լահմաջո, Ահա, քյուֆթա թե չիզ ռոլ։ քյուֆթա, Օ, քեբաբ թե բուրիտո։ բուրիտո, Ահա, всё, լավ, բայց ամեն դեպքում հայկականը հաղթում է։ դե հա, Հա, չէ, շատ գոհ ենք, շատ լավ է, շատ լավ է։ անցա։ Անցել ես հաջորդ։ Հիմա հաջորդ։ Լավ, Այ, շատ լավ էր։ Հիմա ես քեզ առաջարկում եմ ջուր խմենք, միան զովանանք ճիշտ է, եւ անցնենք մեր հաջորդ հաջորդ բլիցին, բլիցին, որը Full House-ի հետ կապ ունի։ օքեյ, Շշալցված չի փորձի։ բա ոնց է, Բայց ինչ որ շատ հարուստ է տարբերություն։ կրանտը բացում է գազով ջուր է գալի, ջերմուկից բերեմ, Հա, չէ, լավն է, չէ, ջերմուկից չի գալիս։ Բայց ծորակից է գալիս ամեն դեպքում։ հա, կամպանիա կա, որ դրանով է սպաղվում, Եվ այդ կամպանիան Grohen է, գերմանական Grohe սանտեխնիկան է, որը արտադրել է Grohe Blue համակարգը, որը անմիջապես ծորակից տալիս է բայց ինքը գազով միշտ է ջուր։ գալի ջուրը։ Միշտ։ Երբ դու ուզես, իսկ տան Հատուկ ծորակը։ բաներ կա, բալոններ կա, որ փոխում ես, ինքը գազը միշտ ապահովում է, Այո։ անվտանգ է։ Այո։ Տալիս է Շատ լավ ֆիլտրված սառը եւ տաք ջուր։ Այս իրական հայտավու երազանք է, որ երբ կրանտը բացես, ջուրը գազով գա, չէ։ Հա, իհարկե։ Լուրջ եմ ասում, էսի շատ լավ բան եղավ։ Իդեպ Դավիթ անհախտի 9 հասցեում ցուցադրված է, կարող եք մոտենալ սրա, ովքեր չեն հավատում, տեղում փորձել։ Ունեն համար, որ զանգում ես գալիս են տեղադրում են բան։ Այո, իհարկե։ Օնլայն շոփել է գործում, իդեպ վերջերս է գործարկվել shop.grohe.am-ը, ընդամենը 24 ժամվա ընթացքում գալիս են եւ ձեր պատվերը տեղադրում են։ Իդեպ հայաստանյան միակ երաշխիքային կենտրոնն է, որ բոլոր խնդիրները լուծում է։ Շիշը բացում ես, գազը կորում է ընթացքում։ Սրա լավ է, նա որ ինչքան ուզում ես, գազով լցնում ես, խմում ես։ Այո։ Դեսի հուսաբում ռեքեր, լավ ռեկլամ էին կարող։ Այդ փորձն էր։ Հա։ Հիմա լուրջ ենք։ Այսքան լավ չէ։ Չէ, շատ լավ էր ապրես։ Հայաստանում միակ ու առաջին Grohe առցանց խանութն արդեն գործարկվել է։ shop.grohe.am Գնիր առցանց, ստացիր արձեռը։
Մոսը ուզում եմ քեզ եւ մեր հետևորդներին ծանոթացնել Մեդիա ասոցիացիա ընկերության հետ, որը զբաղվում է արդեն շատ երկար տարիներ PR-ով եւ մարքեթինգով, եւ նաեւ նշեմ, որ վիդեո արտադրությամբ է զբաղվում, ֆիլմերի նկարահանմամբ է զբաղվում եւ շատերը կարծում եմ արդեն ծանոթ են Մեդիա ասոցիացիային, բայց ովքեր տեղյակ չեն եւ ուզում են իրենց մարքեթինգային արշավը լավ վստահելի մարդկանց տրամադրել, կարող են Մեդիա ասոցիացիային դիմել եւ իրենց պրոֆեսիոնալ թիմը կզբաղվի այդ բոլոր հարցերով։ Full House Շապկան եք Մեդիա ասոցիացիա Դու աշխատում ես այս պահին Կապանի թատրոնում, ինչպես նշեցիր։ Այո Հիմա պատկերացրու, Կապանի թատրոնից քեզ ասել են, որ պետք է Full House-ից մի դերասան բերես հետը այստեղ աշխատելու։ Բայց բավականին լավ բարձր վարձատրությամբ։ Всё Չնայած մի քիչ թատրոնի հետ անհամատեղել երբ, բայց տենց գիտեմ։ Դե հնարավոր է Հա։ Ինչ չէ Հիմա պատկերացրու գնում ես դու։ Կարող մարդը 90,000 ստանում Էս ինչ թվեր։ 72-ի փոխարեն Ահա։ Հիմա դու գնում ես Կապան։ Ահա Քեզ հետ տանում ես Գարիկ Սեփանյանին, թե Քրիստինա Եղոյանին։ Նա հիմա պիտի sense հասկանամ գնում ենք ներկայացում խաղալու, չէ՞, ինչ որ ներկայացում կոմեդիա է, թե ինչա։ Կոմեդիա։ Okay, Գարիկ Սեփանյան։ Գարիկին թե Մարջան Ավետիսյանին։ Մարջան Ավետիսյան։ Մարջանին թե Գոռ Հակոբյանին։ Մարջան Ավետիսյան։ Մարջանին թե Էվա Խաչատրյանին։ Էվա Խաչատրյանը Full House-ում եղել է։ Մարջանին։ Մարջանին թե Անադի Սաքանյանին։ Ինքն էլ է եղել Full House-ում։ Մարջանին։ Մարջանին թե Անի Երանյանին։ Ախ։ Հաշվի առնելով մենակ այն բանը, որ Մարջիկը ավելի շատ բեմական փորձ ունի ու Մարջանին, հետևաբար։ Մարջանին թե Լեռնիկ Հարությունյանին։ Մարջանին։ Մարջանին թե Մարինկա Խաչատրյանին։ Մարջանին։ Մարջանին թե Դավիթ Աղաջանյանին։ Մարջանին։ Մարջանի թե Միրա Ծառուկյանին։ Մարջանին։ Մարջանի թե Մկրտիչ Արզումանյանին։ Մարջանին։ Մարջանի թե Արփի Գաբրիելյանին։ Մարջան Մայրիկին։ Մարջան Մայրիկին թե Գրիգոր Դանիելյանին։ Մարջան Մայրիկին։ Մարջան Մայրիկին թե Մենչին։ Մարջան Մայրիկին։ Վերջ Մարջանը եկավ Կապանի թատրոն։ Որտե Մարջիկը բեմում շատ խաղացած դերասանուհի է, ես պրոստը դրա համար հարցրեցի։ Ինչ ենք անում, ներկայացում ենք խաղալու ու իմ հետ որպես պարտներ այդ ներկայացման մեջ, չգիտեմ, Մարջիկին այս բանը ավելի շատ պատկերացրեցի, թե ես մնացածին սաղին շատ եմ սիրում։ Ընտիր, всё։ Մովսե շնորհակալություն։ Պրովոկացիոն հարցեր որ չեն տալի։ Ոբոբչի, ես մնացածը պրովոկացիոն հարց չեմ տվել։ Էլմի։ Ոնց հասկացա դժգոհ ես գնում այստեղից մոս։ Չէ, ընդհանրապես, մերսի շատ հրավերի համար ձեր հաղորդմանը։ Ձեր հաղորդմանը մաղթում եմ ոսկե YouTube-ի նշան։ Դրանից հետո ավելի ու ավելի բարձր այն նշաններից լավ եղեք, միշտ շփտացեք, որը միշտ լավ սկսվի։ Այն հարուստ մարդու ապուշ վիդեոների պես են, որ солнышко. Улыбайтесь. Հուսամ արդեն։ Արթնացեք, այդ ցիլոներից դրեք խնդալու, նայեք արևին թող աշկերը ծակի, բայց ամեն դեպքում Մենք էլ քեզ ենք լավ բարեմաղթանքներ ուղարկում, շնորհակալություն ներկա գտնվելու համար, հուսանք քո էներգիան չենք խլել եւ հիմա նորմալ էներգիայով կգնաս եւ կշարունակես սցենար գրել։ Շնորհակալություն։ Եվ չես ասի, սա ինչ անիմա ժամանակի կորուստ էր, որ վատնեցի։ Չէ, շատ վատ կարծիք եք իմ մասին։ Մերսի շատ, ցավոտ։ Ձեզ շնորհակալություն։ Սա այսքան բան։ Այսքան բան։ Իսկ այս հարմարավետ աթոռների համար շնորհակալություն Չերզայեմին։ Գրոհե Կայունություն եւ կոմֆորտ մեկ սրահում։ Դավիթ Անհախտ 9 Սրահը ներկայացնում է United Technical Service ընկերությունը։